շնորհակալ եմ հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հարկային օրենսգրքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, ըստ որի հիմնական բովանդակությունը այսպես ներկայացնեմ, բովանդակությունը այն մասին է, որ բժշկական ծառայություններից օգտվելիս տեղյակ եք, որ մարդիկ անկանխիկ վճարումներ, միայն պարտադիր է, որ անկանխիկ կատարեն վճարումները, եւ այդ վճարումները հնարավոր է կատարել կամ պոստտերմինալների միջոցով կամ այն տերմինալների միջոցով, որոնք դրված են բժշկական հաստատություններում, այսինքն այն որ կանխիկով մուտք են անում տերմինալներ։ Եվ նախագիծը ենթադրում է, որ այսուհետ բոլոր բժշկական ծառայությունները օգտվելիս, այսինքն օգտվելիս անձանց տրվելու է էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Հետևաբար սա նշանակում է, որ պոստտերմինալների ժամանակ այսպես թե այնպես գործում էր սույն օրենքը, որովհետև պոստտերմինալով վճարում կատարելիս ՀԴՄ-ն տպվում է, իսկ այն վճարային տերմինալների ժամանակ նման հնարավորություն չկար, հիմա այդ հնարավորությունն ենք ընձեռում, ինչ է սա տալու, մասնավորապես տեղյակ եք, որ այսինքն այդ ամբողջ դատան հավաքվելու է Արմեդ ծրագրային համակարգում մարդկանց ծառայությունների այն ծառայությունների մասին, որոնցից մարդիկ օգտվել են, որը հետագայում նաև հնարավոր կլինի եւ դա վերլուծելով ապահովագրության խնդիրները, այսինքն վերհանել հասկանալ թե մարդիկ կոնկրետ որ ծառայություններից են ավելի շատ օգտվել, այսինքն մենք մեկ միասնական կարելի ասել տեղեկատվական համակարգ արդյունքում կունենանք, եթե մի քիչ ավելի երկար նայենք երկար ժամկետում նայենք օրենքի ազդեցությունը։ Կարդամ նաև նպատակը եւ բնույթը, որը նկարագրված է հիմնավորման մեջ, օրենքի նախագծով նախատեսվում է հարկային օրենսգրքի 380.1 հոդվածում կատարել փոփոխություն լրացումներ, որոնց համաձայն բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր կլինի կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա, իսկ եթե վճարումը իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով, վճարային տերմինալների մասն է խոսքը, կամ վճարային քարտերի, ապա այս դեպքերում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա ունենալը կդառնա պարտադիր եւ ծառայությունների մատուցման դիմաց կատարված վճարման դիմաց կգեներացվի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, որը քաղաքացին կարող է ստանալ էլեկտրոնային առողջապահական համակարգի հավելվածի միջոցով, այն է Արմեդը, այսինքն էլեկտրոնային ՀԴՄ-ն կգնա քաղաքացու Արմեդի իր անհատական հաշվին։ Միաժամանակ նախատեսվում է հարկային օրենսգրքի 55-րդ եւ 381-րդ հոդվածներում կատարել լրացումներ, որոնց համաձայն բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում համապատասխանաբար հարկային հաշվի եւ ՀԴՄ կտրոնի վրա պետք է տպագրվի նաեւ յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված տվյալ ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը։ Սա նշանակում է, որ այդ ծածկագիրը, որը տպվելու է էլեկտրոնային ՀԴՄ-ի վրա, ինքը ցույց է տալու, թե քաղաքացին որ ծառայությունից է օգտվել եւ որքան է վճարել կոնկրետ այդ ծառայության համար։ Սա նաեւ կարելի է ասել վերահսկողական գործիք է, որը թույլ կտա հետագայում խուսափել այնպիսի դեպքերից, երբ օրինակ եւ անհատական, այսպես ասած, վճարման միջոցով, այսինքն մասնավոր մարդը ինքն իր գրպանից եւ պետական մասնակցությամբ նույն ծառայության դիմաց դուրս գրվեն հաշիվներ։ Սա այսինքն կրկնողությունը բան անում է այստեղ սահմանափակումը։ Ըստ նախագծի նաեւ կա այն, որ եւ ծառայությունը ստացած քաղաքացու ՀԾՀ-ն պետք է լիներ ՀԴՄ կտրոնի վրա, ինչը կոմիտեի ժամանակ իհարկե կառավարության ներկայացուցիչը սրա մասին կխոսի, բայց կոմիտեի ժամանակ առաջարկ կանչի կառավարության կողմից, որին մենք լիարժեք համաձայնենք, այսինքն ՀԾՀ-ի կարիքը այլևս չկա, որովհետև այդ նույնականացման ծածկագիրը, որը տպվելու է, արդեն իսկ նույնականացնելու է, կարելի ասել եւ անձին եւ ծառայությունը։ Թերևս այսքանը ինքը հիմնականում թե վերահսկողությունն է հեշտացնում, թե բազայի, այսինքն այդ ինֆորմացիոն բազայի թափանցիկությունն է բարձրացնում եւ հետագա նաեւ կոռուպցիոն որոշ ռիսկերից է մեզ կարելի ասել ապահովագրում։ Թերևս այսքանը հարգելի գործընկերներ, հարցերին սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն Տիկին Վարդան, ես առաջարկում եմ մենք միանգամից կառավարության դիրքորոշումը
նաև լսենք հարակից զեկուցողը պետական կամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանն է, հետո միանգամից հարցերը կուղենք։ Խնդրեմ, պարոն Սահակյան։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, կառավարությունը կողմ է ընդհանուր նախագծի կոնցեպտին, մի քանի տեխնիկական առաջարկներ ունենք։ Առաջինը վերաբերվում է հաշվարկային փաստաթղթերում Արմեդի ծածկագիրը ներառելուն։ Մենք առաջարկում ենք քննարկել, եթե դա պարտադիր է, ապա մի քիչ հոդվածի խմբագրական անհրաժեշտություն կա շտկումների, բայց նաև մենք առաջարկում ենք, որ կարող են, քանի որ հիմնականում ՀԴՄ կտրոններով են դրանք լինում, հաշվարկային փաստաթղթերից հանենք, որտեղ նաև տեխնիկական լուծումներ է պահանջում, կարող է մի քիչ դժվարացնել կամ հետաձգել process-ը։ Հաջորդը, ինչպես տիկին Վարդանյանը նշեց, ՀԴՄ կտրոնների վրա ՀՑՀ-ի պարունակությունը առաջարկում ենք չնշել, քանի որ այն արդեն Արմեդում կա եւ կարիք չկա, որ հարկային բազաներում ֆիզիկական անձանց ՀՑ-ները երևա։ Մի քանի տեխնիկական խմբագրական առաջարկներ ունենք, հստակեցումը, որ տերմինալների միջոցով վճարման դեպքում էլեկտրոնային ՀԴՄ պարտադիր է, ուղղակի խմբագրական է 350 հոդվածի առաջի երկու կետերի միջև կրկնություն էր ստացվում, առաջարկել ենք ուղղակի շտկումներ անել։ Երևի թե հիմնականը այդքան է, մնացածը եւս էլի տեխնիկական խմբագրական առաջարկներ են, դա կարող ենք աշխատանքային դիտարկել։ Շնորհակալություն, հարցեր, խնդրեմ պարոն Ղարոմյան, հետո պարոն Բագրատյան, մենակ խնդրեմ ռեգլամենտը պահենք։ Շնորհակալություն, մի ճիշտող հարց, եթե ՀՑ-ն հանվում է այդ ՀԴՄ-ից, այսինքն էլեկտրոնային, քաղաքացին երբ որ ինքը վճարում անում է post տերմինալով կամ այլ ձև, ո՞նց են նշվում իր տվյալները, որ հետո ուղարկվում է Արմեդի իր տվյալներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ի սկզբանե երբ քաղաքացին գնում է բժշկական կենտրոն եւ որևէ ծառայությունից պետք է օգտվի վճարման համար, պետք է գեներացվի որևէ փաստաթուղթ, ըստ որի ինքը վճարում կատարի։ Այսինքն հիմա էլ քաղաքացուն տալիս են թուղթ, ըստ որին նա մոտենում է տերմինալին եւ այդ կոդով վճարումը կատարում։ Հիմա այս ամենը, այսինքն լինելու է այն ծածկագիրը եւ դա միանգամից կապված է լինելու Արմեդի հետ, հետեւաբար տեղեկատվությունը ուղիղ գնալու է Արմեդ ՀԴՄ-ի տեսքով, որի վրա էլ հենց այդ ծածկագրերը կլինեն։ Շնորհակալություն։ Տիկին Վարդանյան, եթե ընդհանուր տեխնիկական պատճառներով հնարավոր չի լինում այդ բանը վճարել եւ անհետաձգելի վիրահատության խնդիր է, գիտեք, մեր բժիշկները ժողովրդի լեզվով ասած աստված տվե չի խնայում, ինչու՞ չես վճարում չեն անում որևէ գործ։ Այսինքն նույն դեպքի համար ինչ-որ բան նախատեսում ենք, որ հնարավորություն լինի մարդիկ վերջ իրենց առողջության խնդիրի լուծեն եւ հետո էլի վճարեն, ասենք։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Բագրատյան, այս հարցը կարելի է ընդհանուր տալ, երբ մենք անկանխիկի մասով որոշում ենք կայացրել, որ ամբողջությամբ պետք է անկանխիկ լինի։ Ես ընդունում եմ, բայց ուզում եմ ասել, այստեղ նախագիծը էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելու մասին է։ Այսինքն այսօր էլ ինքը այսպես թե այնպես վճարումը կատարում է կամ POS-ով կամ տերմինալով։ Հիմա իմ նախագիծը ենթադրում է, մեր նախագիծը ենթադրում է, որ տերմինալով վճարման դեպքում նույնպես ՀԴՄ-ը գեներացվելու։ Այսինքն այն հարցը, որը դուք եք բարձրացնում հասանելիությունը, էլի այդ պահին վճարման հասանելիությունը, դա ընդհանուր է կանգնած եւ կարծում եմ այս բանի որևէ խնդիր դեռ նման խնդիր չի առաջացրել, ամենայն դեպս կյանքը էտա ցույց տվել փորձը Գյուղատնյան ջան, ոչ թե վճարողն է թերանում, այլ այդ համակարգը, տվել համակարգի, այդ բանին գիտեք հաճախ ցանկացած համակարգ, նույնիսկ ակրան էլի թողեց խնդիրներ սարքեց։ Հիմա պատկերացեք այն երկու օրը, որ ագրայ որևէ գործար չէր ու մարդ պետք է վիրահատվի, խանութը ուրիշ բան, դա լավ տարետրումյա կամ կանխիկ արա կամ մի բայց պես հիվանդանոցները այդ կանխիկը չեն ընդունում։ Այս իմաստով մենք երևի մի հնարավորություն մտածենք հետագայում, էլի առաջից երկու։ Ես ճիշտ եմ, չէ՞ հասկանում, օրինակ, եթե եկել է անհետաձգելի վիրահատությունը, միգուցե բժիշկը այդ վիրահատությունը կատարում է, մի ժամ հետո գալիս են քարտով վճարում, ի՞նչ տարբերություն։ Շատ լավ կլինի, բայց ցավոք սրտի բոլորիսը դիմել են, ես 6 միլիոն 200,000 պետք է մուծեմ իմ համագյուղացին, 6 միլիոն վճարել 200,000 ասում չէ, միջև չվճարեք չենք վիրահատում։ Ընդամենը 3 օր առաջ։ Պարոն Բագրատյան, հասկանում եմ, բայց սա մեր նախագծի շրջանակում չի առնչվում։ Ընդհանուր սա բժշկական հաստատության առողջապահության նախարարության։ Բայց նորից եմ ասում, հագուստ գնելուց կարող ասել, ասես լավ վաղը կգնան։
Առողջապահության իմաստով պետք Դա է ներքին պայմանավորվածություն է, բայց ամեն դեպքում երբ եկավ այդ 200,000-ը վճարելու, միևնույնն է այդ խնդիրը, այս կարգավորումը էլի աշխատելու է եւ լինելու։ Ամեն դեպքում ես կմտածեմ մի առաջարկ կանեմ առաջից երկրորդ թերթը, որ այս դեպքերն էլ Լավ, այլ հարց խնդրեմ պարոն Սահակյանն էլ արձագանքի։ Ավարտեմ ես էլ անդրադառնամ պարոն Բագրատյան կոնկրետ այս նախագծի հետ, այսինքն այս նախագծի շրջանակում ձեր բարձրացած խնդիրը անհնար է լուծել, որովհետև ընդհանրապես կապ չունի այս նախագծի հետ։ Այսինքն նախագիծը ընդհանրապես էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելու մասին է։ Կվճարեն, կգեներանա, չեն վճարի, չի գեներանա, էսա։ Հիմա դուք ասում եք, եթե ինքը չկարողանա վճարել, այս նախագծի շրջանակում կարող եմ ասել, որ չի գեներանա ՀԴՄ-ն։ Այսինքն այլ պատասխան չեմ կարող տալ այս նախագծի շրջանակում։ Շնորհակալություն, ըստ էության նույն բանն էի ուզում ասել, դա հարկային օրենսգրքի կարգավորման դաշտի հարց չէ։